եմ գուցե հանգստանամ։ Դուրակ։ Դիք մի հատ բան կա խոսալու։ Արի։ Մենակ կամաց հրեշը քնած։ Էլ քնած չի։ Բայց Да пошел ты, парень. Արի։ Պապան կռվի ժամանակ չի զոհվում, ոնց որ մեզ էին պատմում։ Ինքնասպան ա եղել։ Արմի, որտեղից ես ինֆորմացիան։ Ոնց ասի մինչև որ պապանտիկ։ Խմած քնած ա եղել։ Եկել են որ զարթնացնեն, որ գնա օգնության հասնի։ Չեն կարացել ու… Մի րոպե չեմ հասկանում։ Դիք Աննայի ծնունդի օրը։ Ինքը ինքնասպան եղավ իր աղջկա ծնունդի օրը։ Ես այսօր կամավոր եմ գրվել, առավոտ շուտ պիտի հելնեմ գնամ ընդեմ։ Արմեն գժվել ես։ Չէ, դիք չեմ գժվել։ Ինչը չէ, արա մամատ քուրը դու իրանց մասին մտածում ես, հիմա բաներ ես խոսում։ Դու չես հասկանում դիք։ Ինչը չեմ հասկանում։ Դիք պապան կադրային զինվորական էր։ Հայտնի գնդապետ Տեր Զաքարյանն էր։ Իրա մեղքով ընդելիքը անմեղ մարդիկ են զոհվել։ Կանայք երեխաներ զինվորական։ Լավ, դու դրա հետ ինչ կապ ունես։ Այդ ամեն ինչի հիմա իմ խղճի վրա է։ Արմեն մի հորինի, Ես նույն ազգանունն եմ կրում։ Ու չեմ պատրաստվում այդ ազգանունը փոխել։ Ապեր։ Անես բանիկներ։ Արմ լսի ինչ եմ ասում։ Լսի ինչ եմ ասում։ Դիք Արի, մամայի ծաղիկները կջրես խնդրում։ Չթողես թորում։ Արմեն։ Դավայ ապեր։
Մի քանի թարգմանություն ու վերջ։ Արմենի հետ եմ մի շաբաթ առաջ խոսել, Լյով ջան։ Հա, ո՞նց է։ Ասում է նորմալ է ամեն ինչ։ Տիկ ջան, դու Արմենին ասա, որ Կլարան արդեն լավանում է, լրիվ ապակինվում է։ Շուտով կսկսի վազվզել։ Կասեմ, անպայման, հենց զանգի կասեմ։ Երևի հաջորդ շաբաթ էլի հետ կխոսեմ։ Այն օրը հետո ներ զանգել լոսից, ասում են, որ Ժակլինի հետ է հանդիպում Իռլանդացու Լեհու խարը պատկերացնում ես։ Էդոն։ Իհարկե պատկերացնում եմ։ Ասում է շատ սիրուն աղջիկա։ Բա ուրիշ ո՞նց եք, պատմել մի քիչ։ Հալո, Տիկ։ Լյով ջան, մի քանի օրից 3 ամիսը լրանում է։ Հասկանում ես, չէ՞ ինչ իմաստ եմ խոսում։ Հա, հասկանում։ Ապերես խոսքից տերն եմ եղել, դու գիտես։ Հա, Տիկ ջան, գիտեմ, պրոստը առաջի ջոկը ոնց ասեի, կարճ ասած ես անային առաջարկություն եմ արել, ինքն էլ համաձայնվել է, Տիկ ջան։ Ապե, Հա, Լյով ջան։ Տիկ ջան, մեծ արդար է, չէ՞ ամեն ինչ։ Հա, արդար ապեր ամեն ինչ։ Ընկեր ենք, չէ՞ Տիկ։ Ընկերներ եք, ինչի մասն է խոսքը։ Սոֆին պետք է օգնեմ, սպասում է։ Խոսանք, լավ հետո։ Լավ, Տիկ ջան։ А ну иди нахрен сюда! Ինչա, պապի։ Ականջ դնելը մասնագիտական սովորություն է կներես։ Պապ, եթե ուզում ես գորգռալ, հիմա պահը չի։ Իսկ դու ինչ էիր ուզում։ Մարդը շրջապատված հոգատարությամբ, ուշադրությամբ, ինչ որտեղ պատասխանատու նաև մոր բուժման համար։ Բա ինչ պետք է աներ։ Լյովը լավագույն տարբերակն է։ Հա։ Աննայի համար Մոսկվայում լավ կլինի։ Իսկ դու վատ տարբերակ էիր։ Ինչ էի, պապ, յուղում աշխատող դասատու, ով ապրում է պապու հաշվին, այդքանը բավական չի։ Չէ, բավական չի։ Ու հեչ կարևոր չի ով ես հիմա։ Կարևորը թե ինչ կդառնաս հետո։ Ինչ դարձավ այդ Ստեփանյանը, որին ես նստացրի։ Ոչնչություն, բա դրա լակոտները։ Միլիցեքն անգամ չէին համարձակվում կանգնեցնել։ Ինչ դարձան։ Նարկոմաններ։ Չէ, ախպեր, ինձ չէ, ինքդ քեզ պատասխան տուր։ Գոհ ես, որ նրան կորցրեցիր ընդմիշտ։ Չէ։ Չէ, ու հնարավոր է դու կորցրեցիր այն միակ մարդուն, այն ամենամիակին, որ պիտի դառնար ամենասիրունը, ամենասիրելին, ամենակարևոր մարդը քո կյանքում։ Հնարավոր է նրա կյանքն էլ հարամեցիր։ Ու արդյունքում ինչ։ Մնացիր հավատարիմ ընկեր։ Արժեր որ։ Լյովը քո կենացը կխմի, բոլորը կհիանան քո ազնվությամբ։ Պատճառը քո ազնվությունը չի, այլ քո մեջի վախը։ Վերջել չենք խոսում։ Խանքլես! Վախը! Կայացած չլինելու վախը, ընտանիքներս պատասխանատվության վախը, վախ որեսը նրան փամփշունես առաջարկելու։ Այս սկսեցիր գորանա ես ավելի օքեանազատա։ Ամեն ինչից վախենում ես, երկրից հաղթելուց վախենում ես, կռիվ գնալուց վախենում ես, դու սեր խոստովանելուց վախենում ես, բանդուս չի գա, մինչև անտեր աղբիքից են ջահանել։ Ապի ինչ ես ուզում ինձնից։ Որևէ աննորմալ մի բան, մի արարք, մի անհեթեթ, մի ներշնչություն, բայց համարձակ մի բան արա։ Դե ուստերի գնա, բայց վախենալով գնա կռվի, բայց վախենալով մի ապրի։ Ես վախենալով չեմ ապրում։ Դու Սաղարի։ Այ ինքը չի վախենում ապրելուց։ Հետ նրան է, որ անիծված կյանք հանդադար ուզում է կոտրել, բայց նա չի կոտրվում, ինքը չի վախենում ապրել։ Ու եթե չգտնվի մի կարգի ուժեղ տղամարդ, որ համարձակվի հետ ամուսնանալ, շատ կարևոր է, որ նրա կողքին գոնե ուժեղ եղբայր լինի։
Ես ասում եմ, որ սիրում եմ քեզ, իսկ դու Գեթսբի։ Քեզ այնց ինչ Գեթսբի։ Դու կոմպլեքսավորված անհաջողակի մեկն ես ու միշտ էլ տենց կմնաս։ Լյո, Ալո։ Արմեն ջան, դու ես։ ես Տիկոնա։ Ոնց որ Արմենն է։ Ալո։ Եթե Արմենն է, մենք հասկանանք հարսանիքի օր եփ ենք դնում, որ կարողանա գա։ Ալո։ Դե որոշել ենք արդեն։ Արմ։ Դու ես։ Ինչ ասես։ Ան կոֆեն թափեցան ջան։ Այ հանգիստ ինքն Ալո։ թափի։ Չի լսում, ալո։ Թարսը։ Գլուխը չբարձրացնես կողիցս սեյա չի, արա ես ձեր վերես, կուր։